Արցախ աշխարհն է, կախարդական բնության, հարուստ բազմադարյա մշակույթի շնորհիվ Արցախը Կովկասի թագուհին է, հայկական լեռնաշխարհի սիրտը։ Սա երկնաքերծ լեռների, անդնդախոր ձորերի, կրքոտ գետերի, սառնորակ աղբյուրների, հազարամյա վանքերի ու ամրոցների, ասեղնագործ քարերի, հնագույն քարանձավների թագավորությունն է։ Այստեղ անցյալն ու ներկան, հինն ու նորը ապրում են կողք կողքի։ Արցախը ժայռակոպ երազանք է։ Արցախը նաև հզոր մերիքների, չխոնարհվող բերդերի աշխարհն է։ Սա բնության և մարդու ստեղծած համանվագն է։ Արցախը հոգու երկիր է։ Արցախը պատմական Հայաստանի մեծ հայքի 15 նահանգներից մեկն է եղել։ Նահանգը հռչակավոր էր իր ռազմական հզորությամբ, հատկապես ուժեղ հեծելազորով։ Սա ոչ միայն շնորհիվ քաջարի ռազմիկների, այլև արագավազ ու դիմացկուն ցեղական ձիերի։ Նույնիսկ դեռևս չսանձահարված և վայրի նժույգները սքանչացնում են իրենց ազնվական գեղեցկությամբ, սլացքով, արքայավայել վարգով, նմանվելով առասպելական արարածների։ Հայտնի է, որ Անգլիայի թագուհի Եղիսաբեթի լավագույն ձիերի շարքում այս նժույգներն իրենց պատվավոր տեղն ունեն։ Այսօր Արցախի պատմական տարածքի մի մասում, իբրև հայկական երկրորդ պետություն, ստեղծված է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Արցախի Հանրապետությունը զբաղեցնում է մոտ 12,000 քառակուսի կիլոմետր տարածք։ Վաղուց արդեն երկրի խորհրդանիշն այս փառահեղ հուշարձանն է։ Մենք ենք մեր սարերը, տատիկ պապիկը, լեռների պես տոկուն, երբեք չնահանջող ու չզիջող, իրենց հողին ամուր կառչած արցախցիների քարե մարմնացումը։ Արցախի սրտի զարկերակը Ստեփանակերտն է, երկրի մայրաքաղաքը։ Այստեղ են գտնվում կարևորագույն պետական կառույցները։ Մայրաքաղաքն ավտոճանապարհներով կապված է Լեռնային Ղարաբաղի բոլոր շրջանների հետ։ Շինարարական և ճարտարապետական ներդաշնակությամբ կառուցված քաղաքի առաջին հատակագծի հեղինակը հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանն է։ Դեռևս 5-րդ դարում հիմնադրված քաղաքում հին ու պատմական շենքերի կողքին վեր են խոյանում ժամանակակից նորաոճ շինություններ, բարձրակարգ հյուրանոցներ։ Էթնոտուրիզմի սիրահարները հաճախ ոչ թե եվրոպական չափանիշներով կառուցված հյուրանոցներում, այլ փոքրիկ գողտրիկ գյուղական տնակներում են կանգ առնում։ Զբոսաշրջիկները տեղեկատվության պակաս չեն ունենում, քանի որ տարբեր բնակավայրերում գործում են զբոսաշրջային տեղեկատվական կենտրոններ։ Յուրաքանչյուր հին քաղաքի կոլորիտային վայրերից մեկը շուկան է։ Ստեփանակերտի շուկայում կարելի է տեսնել հայտնի ու անհայտ բույսերի համեղ և յուրօրինակ թթուների տասնյակ տեսակներ, խնամքով հավաքված և չորացրած տարբեր դեղաբույսեր և շատ ու շատ այլ բաներ։ Արցախցիներն աչքի են ընկնում իրենց բացառիկ ձեռարվեստով, որը հիանալիորեն դրսևորվում է յուրօրինակ հուշանվերներում։ Դրանցում Արցախի պատմությունն է, կենցաղը, սովորույթները, միամտությունը, հավատքը։ Ստեղծագործ վարպետների երևակայության արդյունքում պարզապես անձեռակերտ թվացող, նուրբ, զգացմունքային և չկրկնվող իրեր են ծնվում։ Արծաթագործությունը և ոսկերչությունն Արցախում դարերի պատմություն ունեն։ Գեղեցիկ ու բարձրարվեստ զարդեր կարելի է տեսնել Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում։ Արցախի հարուստ ֆաունայի ներկայացուցիչներին բնության մեջ հանդիպելը դժվար է և վտանգավոր, փոխարենը նրանց կարելի է տեսնել այս թանգարանում։ Երբ արևը մայր է մտնում, Ստեփանակերտի տարբեր հատվածներում վառվում են լապտերները։ Լուսավորված քաղաքում արթնանում է գիշերային կյանքը։ Երեկոյան ժամերին մարդաշատ են սրճարանները, ռեստորանները, ժամանցի տարբեր վայրերը։ Գիշերային կյանքը եռում է բարերում և ակումբներում։
Երբ Ստեփանակերտի երկնքում հայտնվում է լուսինը, ամենասիրելի ժամադրավայրն է դառնում քաղաքային զբոսայգին՝ իր երգող, պարող, գույնզգույն շատրվաններով։ Ստեփանակերտից 10 կիլոմետր հեռավորության վրա է գտնվում Արցախի հոգին, պատմական Շուշին։ Իր անմատչելի դիրքի շնորհիվ դեռ հնագույն ժամանակներից Շուշին ծառայել է իբրև պաշտպանական ամրություն։ Հետագայում պարսպապատվել է եւ վերածվել բերդաքաղաքի։ Շուշին բացառիկ գեղեցիկ քաղաք է, 2-3 հարկանի, հետաքրքիր ճարտարապետություն ունեցող բնակելի տներով, նախշազարդ պատշգամբներով, հրաշք եկեղեցիներով, պատմական տարբեր կառույցներով։ Շուշիում տեսնելու եւ ճանաչելու շատ վայրեր կան։ Սուրբ ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին է։ Հրեշտակներով քանդակազարդված ամբողջովին սպիտակաթույր եկեղեցին ներդաշնակվում է երկնքի լազուրի հետ, ոչ միայն հիացնում, այլև աստվածային պատկառանք հաղորդում դիտողին։ Այստեղ կամքիցդ անկախ երկնառակ աղոթք ոչ թե շուրթերը, այլ հոգին է մրմնջում։ Եկեղեցին կառուցվել է 19-րդ դարի երկրորդ կեսում։ Մեծապես տուժել է ադրբեջանցիների կողմից Շուշիի գրավումից հետո, երբ թշնամու հրոսակները հրաշք քաղաքը կրակի մատնեցին։ Շուշիի ազատագրումից հետո վերականգնված Սուրբ ամենափրկիչը դարձավ անկախ եւ վերածնված Արցախի հոգեվոր խորհրդանիշը։ Շուշիի գրեթե բոլոր թաղամասերից իր բարձր դիրքի շնորհիվ տեսանելի է այս գմբեթը։ Սա Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին է, որն առավել հայտնի է կանաչ ժամ անունով, գմբեթի երբեմնի կանաչ գունավորման համար։ Խաչաձև հատակագծային հորինվածքով սպիտակ սրբատաշ քարերով կառուցված եկեղեցին շրջակա բնության հետ մեկ ընդհանուր ներդաշնակ համալիր է թվում։ Դեռևս անհիշելի ժամանակներից Շուշին եղել է արհեստների ու արվեստների կենտրոն։ Այս հարցում համոզվելու համար բավական է այցելել քաղաքի պատմաերկրագիտական թանգարան, որտեղ պահվում են մեծ հետաքրքրություն ունեցող նմուշներ։ Արցախը հռչակավոր է իր գորգագործական արհեստով։ Շատ զարդանախշեր մի քանի 100, նույնիսկ 1000 տարվա պատմություն ունեն, փոխանցվել են սերնդեսերունդ։ Թանգարանում շրջելով եւ տարբեր դարաշրջաններին բնորոշ պատմական իրերին ծանոթանալով կտեղափոխվեք 19-րդ դարի Շուշի։ Մտովի կհյուրընկալվեք շուշեցիների հաշտ ու համերաշխ ընտանիքում, ինքնաեռով պատրաստված անուշաբույր թեյի սեղանի շուրջ։ Արվեստների կենտրոն Շուշիում ամեն տարի անցկացվում է Հակոբ Գյուրջյանի անունը կրող քանդակների միջազգային սիմպոզիում, որի շրջանակներում արտերկրից ժամանած քանդակագործները կերտում են մեկական քանդակ եւ նվիրում քաղաքին։ Արցախցիները հարգում եւ պահպանում են ոչ միայն իրենց, այլև հարևան ժողովուրդների մշակույթը։ Քաղաքի հետաքրքիր հուշարձաններից է Շուշիի մզկիթը, կամ ինչպես շուշեցիներն են անվանում, Մեծ Մեջիթը։ Այն թեև պարսկական է, բայց հատկապես ճակատային մասում զգալի են հայկական շինարարական արվեստի դասական ձևերը։ Արցախն իսկական դրախտ է։ Այստեղ հրաշքն ու առօրյականն ապրում են կողք կողքի։ Հոնոտի կիրճ արգելոցն է։ Այստեղ լայնարձակ ու ծաղկազարդ դաշտերը կտրատվում են անտառապատ ձորերով եւ երկնքի կապույտին գրեթե հպվող լեռներով։ Շուրջ բոլորը կանաչ անսահմանություն է թվում։ Արգելոցը շատ է գրավում հատկապես վայրի տուրիզմի սիրահարներին, ովքեր նախընտրում են փշատերև ծառերի ստվերում ամրացված վրաններում հանգիստը վայելել։ Այս վայրն էլ հովանոցներ են անվանում,
Սա բնության սիմֆոնիա է, բազմաձայն երգչախմբի զարմանալի ներդաշնակությամբ երգած մեղեդի։ Արցախում ամեն մի ծառ ու ծաղիկ իր երաժշտությունն է ստեղծում։ Դրա համար էլ սա նաև երաժշտության ու երաժիշտների աշխարհ է։ Այստեղ երգում ու պարում է ոչ թե մարմինը, այլ հոգին։ Արցախցիները հավատավոր են, հետևաբար երկրում շատ են սրբավայրերը։ Բերդաքաղաք Շուշիից հեռու չէ Դաշուշեն բնակավայրը։ Այստեղ է Սուրբ Սարիբեկ հնագույն սրբավայրը, որը հեթանոսական ժամանակներից է պահպանված։ Նույնիսկ հեռավոր բնակավայրերից մարդիկ այստեղ ուխտի են գալիս, հավատալով սրբավայրի աներևույթ զորությանը։ Մի քանի դարի պատմություն ունեցող ծառեր այստեղ տեսնելը դժվար չէ։ Սակայն տնջրի կոչվող չինարի ծառն Արցախում ամենահռչակավորն ու ամենատարեցն է։ Այն ավելի քան 2000 տարեկան է։ Խորհրդային միության տարիներին այս ծառին նույնիսկ անձնագիր է տրվել, որպես միության ամենաբարձր և ամենատարեց ծառին։ Հսկա ծառի բարձրությունը 54 մետրից ավելի է, այսինքն հավասար է 18 հարկանի շենքի բարձրությանը։ Արցախը դպրության հնագույն կենտրոն է։ Այստեղ Ամարասի վանքում 5-րդ դարում հայոց գրերի ստեղծող Մեսրոպ Մաշտոցը հիմնեց Արցախի առաջին դպրոցը։ Վանքում է թաղված հայոց առաջին կաթողիկոս Գրիգոր Լուսավորչի թոռ Գրիգորիսը։ Նա աղվանքում քրիստոնեական ուսմունք էր քարոզում։ Ավանդությունը պատմում է, որ աղվանների արքան հրամայում է Գրիգորիսին կապել ձիուց և քարշ տալ քարերի միջով։ Դաժան մահից հետո Գրիգորիսի աշակերտներն իրենց ուսուցչի աճյունը տեղափոխում են Ամարաս գյուղ։ Ամարասը բազմիցս ասպատակել են օտարնվաճողները, բայց նույնիսկ ամենածանր տարիներին վանքը շարունակել է դպրության կենտրոն լինել։ 19-րդ դարի երկրորդ քառորդին իր հզոր պաշտպանական ամրությունների շնորհիվ Ամարասն իբրև ամրոց է ծառայել։ Արցախում մարդն ապրել է անհիշելի ժամանակներից, նույնիսկ երբ դեռ բանական մարդ տեսակը ձևավորված չէր։ Սա Ազոխի քարանձավն է, քարի դարի կովկասյան հնագույն բնակավայրերից մեկը։ Քարանձավը մոտ 2000 քառակուսի մետր մակերես ունի։ Տարբեր ոլորտներում մասնագիտացած հնագետների խումբը յուրաքանչյուր տարի 1 ամիս ամեն Աստծո օր անցկացնում է այստեղ, Ազոխում։ Պեղումներն իրականացնողների խմբում են նաև Անգլիայից, Իռլանդիայից և Իսպանիայից ժամանած գիտնականներ։ Հայտնաբերվել են հնագույն աշխատանքային գործիքներ, բուսական և կենդանական բրածո մնացորդներ։ Այս քարանձավից պեղվել է նախանեանդերթալյան մարդու ծնոտի բեկոր։ Քարանձավների սիրահարները, հնագետները հաճախ են գալիս Ազոխ, հավատալով, որ քարեդարյան քաղաքակրթության մի նոր բացահայտում էլ հենց իրենք կանեն։ Հզոր և ազդեցիկ մելիքների երկիր Արցախում, Տող գյուղում, պահպանված է Մելիք Եգանյանների երկհարկանի հոյակերտ ապարանքը։
Դրանից ոչ հեռու է 13-րդ դարում կառուցված բավական ընդարձակ Սուրբ Հովհաննես եկեղեցին։ Այստեղից բացվում է գյուղի եւ շրջակայքի հիանալի համայնապատկեր, կանաչի հայտնի ու անհայտ բոլոր երանգներով։ Տողում է նաև Սուրբ Ստեփանոս եկեղեցին, որի պատերի մեջ տեղադրված է 51 մեկը մյուսին չկրկնող խաչքար։ Քարն ասեղնագործելը, ժանյակաձև դարձնելը հայկական ֆենոմեններից է։ Տողի բարձունքներից մեկում է կուսանած անապատ եկեղեցին, որը գրեթե կիսով չափ հողով է ծածկված ու ավերված է։ Կախարդական բնությունը, առողջ գիտակցությունը, հնարավոր վտանգը եւ սուր զգացողության սպասումը, երբ գումարվում են, արցախյան էքստրիմ է ստացվում։ Ու կարելի է արդեն մի քանի մետր բարձրությունից գահավիժող ջրվեժի հետ գրեթե համընթաց գահավիժել եւ ազատ ու խենթ անկման հաճույքը զգալ։ Անսահման կենսասեր ու կենսախինդ արցախցիները չեն մոռանում նաև ժամանցի վայրեր կառուցելու մասին։ Տողից ոչ հեռու է Մեծ Թաղեր գյուղը։ Այստեղ կանայք մոտակա լայնարձակ դաշտերից, գետերի հովիտներից ամենայն խնամքով ու սիրով հավաքում են ուրց, դաղց, նանա, տարբեր տեսակի օգտակար խոտաբույսեր եւ դրանցից պատրաստում անմահական թեյ։ Սերնդեսերունդ են փոխանցվել ոչ միայն բուժիչ թեյերի բաղադրատոմսերը, այլև հնագույն արհեստները, վարպետ արհեստավորների փորձն ու հմտությունները։ Արցախյան հին ու նոր արհեստների մասին շատ բան կարելի է իմանալ քաղաքամայր Ստեփանակերտի պատմաերկրագիտական թանգարանում։ Արցախցիներն ի թիվս այլ հատկանիշների նաև շատ համառ են, անդրդվելի, աննահանջ։ Այս բանում համոզվելու համար բավական է հաստաբազուկ տղամարդու եւ անհնազանդ երկաթի մենամարտին ականատես լինելը։ Դարբինը մուրճը մի կողմ չի դնի, մինչև որ երկաթն իրեն ենթարկած ու հնազանդեցրած, անհրաժեշտ ձևն ու կիրառությունը հաղորդած չլինի։ Արցախցիները հյուրընկալ ժողովուրդ են։ Նրանք դեռ հնուց իրենց երկրի տարբեր կողմերում իջևանատներ են կառուցել։ Սա Ղարաբազարի իջևանատունն է, արցախյան ճարտարապետաշինարարական արվեստի հետաքրքիր նմուշ։ Կառուցվել է 17-րդ դարում, այսօր չի գործում, բայց շարունակում է անցորդներին պատմել այստեղի բնակիչների անսահման հյուրասեր լինելու մասին։ Արցախի հարավային սահմանաբաժանը դրախտի սրբազան գետերից մեկը համարվող առասպելական Արաքսն է։ Արաքսը ձկնառատ է։ Գետում ապրում են կարմրախայտեր, զարմանալի մեծ չափերի լոքոներ եւ այլ ձկնատեսակներ։ Արցախը ջրառատ երկիր է։ Սարսանգի գեղատեսիլ ջրամբարն է։ Այստեղ ջինջ ջրերը Փիրուզյա հայելի են հիշեցնում, որի մեջ լեռներն իրենց արտացոլանքն են տեսնում։ Սարսանգի ջրամբարը կառուցված է Թարթար գետի վրա։ Սա Արցախի ամենախոշոր գետն է։ Լեռնային է եւ հոսում է հիմնականում խորը անտառապատ կիրճերով։ Սա արագավազ գետերի երկիր է։ Երբեմն բարկացող եւ ափերից դուրս եկող գետերն արցախցիները դեռ հնուց են սանձահարել։ Դրանց վրա ամուր, շքեղ եւ բարձրաթռիչ կամուրջներ կառուցելով։
Այս երկրում լեռներից, ժայռերի ծերպերից բխում են սառնորակ, անուշահամ աղբյուրներ։ Այգեստան գյուղի աղբյուրը հռչակավոր է տեղանքում իր բուժիչ կենարար հատկություններով, այն բնական դեղամիջոց է տարբեր հիվանդությունների դեմ։ Մարդիկ շատ հեռուներից են Այգեստան գալիս, ապաքինվելու կամ էլ ավելի առողջ լինելու հավատով աղբյուրից թեկուզ մի ումպանում։ Իմաստուն բնության կախարդանքը տեսնելու համար անհրաժեշտ է լինել քարվաճառում։ Զուար կոչվող այս հրաշքը ոչ թե մարդը, այլ բնությունն է հարարել։ Սա այսպես ասած բնական ջակուզի է։ Ավազանի ջրի ջերմաստիճանը երբեմն 70-ի է հասնում։ Այս ջերմաջուրը նաև բուժիչ հատկություններ ունի։ Դրա համար մարդիկ հազարավոր կիլոմետրեր են կտրում անցնում այստեղ հասնում երկրի ինդերքից բխող բնական ջերմաջրում լոգանք ընդունելու համար։ Արցախն անառիկ բերդերի երկիր է, Ասկերանի բերդն է։ Այս կառույցը բացառիկ է։ Միջնադարում ճարտարապետական նման մտածողություն դեռևս չի եղել, ուստի բերդը նորեջ է Արցախի ճարտարապետության պատմության մեջ։ Կրկնակի պարիսպը եւ բնական հարմար դիրքը ամրոցն անմատչելի են դարձրել։ Պարսպապատերի հաստությունը մոտ 2 մետր է, բարձրությունը 9 մետր։ Դիտաշտարակներն իրար հետ կապված են նեղ միջանցքներով։ Կիսավեր բերդն այսօր էլ իր փառահեղ տեսքի եւ բարձր տեղադրության շնորհիվ տիրականորեն իշխում է ամբողջ շրջակայքին ու յուրաքանչյուր անցորդի պատմում Արցախի ու արցախցիների հզորության մասին։ Հայկական լեռնաշխարհը խաղողագործության եւ գինեգործության հայրենիքն է։ Արցախյան անուշահամ գինիները մեծ հռչակ ունեն ամբողջ աշխարհում։ Բոլոր խմիչքները պատրաստվում են տեղական հումքից, արևահամ մրգերից։ Արցախյան գինեգործության պատմության էջերում ոսկետառով գրված արդեն իսկ թանգարանային նմուշ դարձած խմիչքներ կարելի է տեսնել նաև Մայրաքաղաքի պատմաերկրագիտական թանգարանում։ Հռչակավոր է Ղարաբաղյան թթի օղին, որն Արցախի հայտնի թթից են ստանում։ Թութ թափտալն այստեղ մի ամբողջ արարողություն է, որի համար իբրև օգնական ուժեր եւ առաջին համտեսողներ հավաքվում են հարևաններն ու հեռու մոտիկ ազգականները։ Տոնակատարության վերացվող գործողությունն ավանդաբար ղեկավարում է տան մեծը։ Ծիսակատարության շարունակությունն էլ վստահվում է տան տղամարդուն։ Օղի թորելը տղամարդու գործ է։ Թթի օղին մեծ հռչակ է վայելում շնորհիվ իր համի եւ բուժիչ հատկությունների։ Դրա համար էլ այս երկրում, հատկապես գյուղերում, գրեթե յուրաքանչյուր արցախցի տանն օղի է թորում ոչ միայն անհրաժեշտ դեպքերում ավանդական կենացներ ասելու, այլև ասենք մրսածության դեպքում իբրև ժողովրդական դեղամիջոց գործածելու համար։ Արցախը եղել է 5 քաղաքակրթությունների խաչմերուկ, առևտրային, մշակութային, քաղաքական կարևոր եւ ակտիվ շրջան։ Դրա համար էլ ծովից ծով Հայաստան ստեղծած աշխարհակալ հայոց արքա Տիգրան Մեծն իր անունով հիմնադրած 4 տիգրանակերտներից մեկի կառուցման համար իբրև վայր հենց Արցախն է ընտրել։ Հելենիստական հին հայկական քաղաքը կառուցվել է Խաչենագետի աչափին, Քրիստոսից առաջ առաջին դարում։ Տիգրանակերտի պեղումները սկսվել են 2006 թվականին։ 18-րդ դարի բավական լավ պահպանված ամրոցում ստեղծվել է Տիգրանակերտի հնագիտական թանգարան։ Տիգրանակերտի հայտնաբերումն ապացուցեց, որ դեռ հնագույն ժամանակներից այս շրջանում զարգացած էր քաղաքաշինությունը։ Պեղումների արդյունքում գտնվեց քաղաքի միջնաբերդը։
Հարյուրամյակների հողն ու փոշին թոթափած քարերն աշխարհին պատմեցին հայոց հզորագույն արքայի ժամանակների մասին։ Հնագետները հայտնաբերեցին ծիծեռնակապոչ պարսպի հյուսիսային պատի մոտ 60 մետրանոց հատվածը։ Կարևոր ձեռքբերում էր պեղված ավելի քան 9 մետր տրամագծով շրջանաձև աշտարակը, կառուցված սրբատաշ քարերով, կրկին ծիծեռնակապոչ միացումներով։ Երբեմնի անառիկ միջնաբերդը կառուցվել է Վանքասարի ստորոտում։ Երկնքի ու երկրի սիրառատ գրկախառնումից ծնված լեռան գագաթից մինչ այսօր Տիգրանակերտի ավերակները հսկում է 7-րդ դարում կառուցված փոքրիկ կենտրոնագմբեթ եկեղեցին։ Իսկ Վանքասարի հակառակ կողմում, ապառաժների կրծքին, վաղ քրիստոնեական շրջանի քարայրային մի ամբողջ համալիր է հայտնաբերվել։ Քարանձավներում գտնվել են 4-րդ դարի խաչապատկերներ։ Տիգրանակերտի հնագիտական միջավայրում է նաև պեղված վաղ քրիստոնեական բազիլիկ եկեղեցին։ 5-ից 6-րդ դարերում կերտված եկեղեցին Անդրկովկասում գտնված համանման կառույցների մեջ աչքի է ընկնում իր մեծ չափերով, սրբատաշ սալահատակով և պատերով, հետաքրքիր և շքեղ ճարտարապետական լուծումներով։ Արցախը թանգարան է բաց երկնքի տակ։ Ծաղկաշատ գյուղում ազգագրական մի ամբողջ թաղամաս թանգարան է ստեղծվել։ Արցախցիներն ազատասեր են։ Միշտ պայքարել են ինքնուրույն և անկախ լինելու համար, դրա համար էլ այս հողը շատ քաջարի ռազմիկների է ծնունդ տվել։ Այս գյուղը հայ ազգային ազատագրական շարժման հայտնի գործիչ Նիկոլ Դումանի ծննդավայրն է։ Ինչպես Դումանի տունը, այնպես էլ ամբողջ թաղամասը, նաև վաճառատունը, վերականգնված են 19-րդ դարի ոճով։ Թանգարանում զբոսնելով շատ բան ես իմանում 19-րդ դարի արցախցիների կենցաղի, ապրելակերպի, սովորույթների, նաև հավատալիքների մասին։ Սրանք զիզի քար են կոչվում։ Ասում են, հնում այս քարերի վրա կրակ վառելով կամ ջուր լցնելով աստվածներից բարենպաստ եղանակ էին խնդրում։ Արև, արև, եկ, զիզի քարին վեր եկ։ Բանաստեղծ Ղազարոս Աղայանը հենց այս քարերին է ձոնել իր հայտնի տողերը։ Հենց որ խաղը մի կողմ թողած, դեպի սաջն ինքնամոռաց վազող երեխաներ եք տեսնում, նշանակում է մայրիկները թխում են արցախյան խոհանոցի ամենաբնորոշ կերակուրը՝ ժինգյալով հացը։ Ըստ ավանդույթի, պատրաստման համար ավելի քան 20 տեսակի բույս են օգտագործում։ Ժինգյալով հացը համտեսելուց հետո Արցախը նաև քիմքիթ է հարազատ դառնում։ Ժամանակակից միտումներն այստեղ հին ու գեղեցիկ սովորույթները չեն մոռացրել, ինչպես օրինակ Վարդավառը նշելը։ Տոնը հեթանոսական անցյալ ունի, ժամանակին նվիրվում էր սիրո և գեղեցկության աստվածուհի Աստղիկին։ Այժմ քրիստոնեական բովանդակություն է ստացել։ Տոնի ամենաբնորոշ ծեսը ջրախաղն է։ Այս դրախտային երկրում ապրող մարդիկ աստվածապաշտ ու աստվածավախ են։ Իրենց անկեղծ նվիրումն առ Աստված դրսևորել են նաև աղոթատներ կառուցելով։ Գանձասարն է, Արցախի զարդը։
Արտաքին ճարտարապետության ողջ հարստությունը կենտրոնացած է քանդակազարդ գմբեթի վրա։ Հիմնադրվել է 13-րդ դարում։ Հրաշագեղ ճարտարապետական հորինվածքի կողքին վանքը բացառիկ է նաև նրանով, որ այստեղ ըստ ավանդության Հովհաննես Մկրտչի գլուխն է ամփոփված։ Եկեղեցիներից մեկն էլ հենց նրա անունով է կոչվում։ Գանձասարում երկրային ժամանակը կանգ է առնում։ Քարաշեն այս կառույցը աննյութի ու հոգեղենի միաձուլում է դառնում։ Այստեղ ավելի քան երբևէ զգում ու հասկանում ես ինչ ասել է հոգու ճախրանք։ Քրիստոնեությունն Արցախ դեռևս առաջին դարում է մուտք գործել։ Դրա ապացույցն է Դադի վանքը, որը հիմնադրվել է առաջին դարում Թադեոս Առաքյալի աշակերտ Դադիի գերեզմանի տեղում, ով քրիստոնեական ուսմունքի քարոզիչ էր։ Դադին բազմաթիվ հալածանքների ենթարկվեց եւ ի վերջո նահատակվեց հանուն հավատքի։ Այստեղ մարմնապես ու հոգով զգում ես, որ աղոթքդ հաստատապես երկնքի դռներից ներս է մտնում։ Դադի վանքը հռչակավոր է իր բարձրարվեստ խաչքարերով, զարդարվեստի բարդ հորինվածքով եւ քարամշակման բարձր վարպետությամբ կերտված խաչքարերը կատարյալ գլուխգործոցներ են։ Վանական համալիրի շինությունները տարբեր դարաշրջաններում են կառուցվել։ 17-րդ դարից սկսած վանքն աստիճանաբար լքվել է ու ամայացել, բայց նույնիսկ կիսավեր վիճակում Դադի վանքն ապշեցնելու չափ ազդեցիկ է ու գեղեցիկ։ Արցախն աներևույթ նկարչի կտավ է հիշեցնում։ Սաղարթախիտ այս աշխարհում երկնասլած ծառերն ապառաժների կրծքից են կառչում։ Անդնդային խորությունները ոչ թե սարսափեցնում, այլ արցախյան հզորությունն ու ակնթարթի սքանչելիությունն են շեշտում։ Այստեղ ամեն մի քար ձև ու իմաստ է ստանում։ Արցախ կոչվող այս հեքիաթում դեռ շատ պատմություններ չպատմված մնացին։ Արցախի բացահայտումներն անվերջ են։ Ու միգուցե այս հրաշք երկիրը իր բարեհամբույր, շատ սրտաբաց բնակիչներով ձեր սրտում իր տեղն արդեն գտա։ Մինչ հանդիպում երազանքի երկիր Արցախում։ Ձեզ այստեղ միշտ սպասում եմ։